Ճիշտ են այդ խոսակցությունները եւ վստահ եմ կհնչի հաջորդ հարցը, ինչու եք համաձայնվել։ Ես չէի կարող խոսել պետական ինստիտուտների դերի մասին եւ ստանալով առաջարկ ինքս լքել այդ շարքերը։ Ես իմ ունակությունների, կարողությունների շրջանակներում կանգնած եմ լինելու պետականության կողքին։ Երևի թե այսքանը։ Եվ մեկ համալրում սա մինապատված տարածք է, որտեղ բոլորս փորձում ենք ինչ-որ ձևով պահպանել թե Արցախ բառը, թե Արցախի ներկայացությունը, թե ընդհանրապես պետական բոլոր ինստիտուտները։ Եվ պարոն Իսկանդարյանը այս ամենին համաձայնելով, ես իրեն համեմատում եմ ինչպես մահապարտներ, որովհետև այսօր մենք չունենք Արցախ, բայց ունենք շատ խնդիրներ, այդ պատճառով պետք է խնդրեմ բոլորս փորձենք օգնել եւ պահպանել այն ամեն ինչը, ինչ որ ունենք։ Ես կներկայացնեմ այդ որոշումների որոշումը եւ ձեզ շատ համդամանի պատասխան ստանալ։ Այլ ներկայացրեցինք այս մեկ ամսվա ընթացքում աշխատանքային խմբերի կողմից գրանցված աշխատանքները իրականում դալա կամ այսպես ձևակերպենք հայրություն բնակավայրերում մեր հայրենակիցները մեկ շնչին աշխատել դրան գումարը չափը հնարավոր եղավ հասցնել 4 դրամի եւ նաեւ այն դրական փոխությունները, որը գործընկերս ներկայացրեց։ Բայց կորուպտիվ դիրքորոշումները մենք համաձայնեցինք սոցիալական հարցերի մասով հնարավորությունները մնակարարությունները նախապայմանը այն է, որ կենսական նշանակություն ունեցող սոցիալական խնդիրները պետք է լուծվեն եւ դիրքորոշումը հստակ է, որ մինչեւ Արցախահայությունը բնակարանով չափահանվի մինչեւ բնակարանային ծրագիրը մատչելի չի լինել բոլոր հայրենակիցների համար, պետք է բնակարանի աջակցության ծրագիրը շարունակել։ Եվ այն ժամանակ բնականին պայքարի ժամանակ ասպես ձևակերպել եւ որ ասում են մեկ ամիս, երկու ամիս, մենք կառավարության ասում ենք, որ խնդիրները բազմաթիվ են եւ ձեր կողմից այդ բախտորները բազմաթիվ են եւ մեկ-երկու ամիսը բավարար չեն։ Եվ մեզ հավաստիացնեցին, որ երբ ամսում ենք այդ խնդիրները կարողանանք լուծել եւ ասեմ, որ արդյունքները ներկայացրեցին, բայց բանակցությունները շարունակվում են, փակուղի չի մտել, բայց մենք ունենք հետեւյալ մի ամսից հետո մեր հայրենակիցների զգալի հատվածը բախվում է շատ ուշ խնդիրների ասենք նույն խնդիրները, որ բնակվածը չեն կարողանալ տալ եւ սոցիալական ծանր վիճակի առաջ են գալու։ Եվ այդ առումով հստակ ունենք դիրքորոշում։ Այս արդյունքները բավարար չեն։ Մենք հունիսի 23-ին հայտարարում ենք պայքարի երկրորդի մասին եւ նաեւ ասելու ենք ինչ ճանապարհով ենք պայքարել։ Այն հրապարակային հայտարարությունները, որ արել են, որ կառավարությունների կողմից չկատարի, միանշանակ դժվար չէ, բայց եկեք մի բան հստակեցնենք, խորհուրդը կարող է հաջողություն հասնել, եթե մենք այս հարցերի շուրջ, ոչ միայն սոցիալական հարցերի շուրջ, Արցախահայության իրավունքների Արցախի հարցի շուրջ ունենանք լայն համատեղություն։ Այդ պատճառով մինչև հունիսի 23-ը մենք քննարկումներ ենք ունենում մեր հայրենակիցների հետ, քննարկումներ ենք ունենում այն միավորների հետ, որոնք աջակցել են պաշտպանել մեր օրակարգը, նաև այդ ժամկետում հանդիպումներ ենք ունենում մարզերում մեր հայրենակիցների հետ, տեղում ունենալու ենք խորհրդի ներկայացուցիչները, որոնք եւ համակարգերում են խորհրդի աշխատանքները, թե իրազեկման թե հետագործությունների մասով եւ այդ ամենի արդյունքում հունիսի 23-ին խորհուրդը հայտարարելու է իր գործողությունների մասին։ Այսինքն եթե կարճ արտոպենք, համարում ենք, որ այս արդյունքները բավարար չեն, կրկին հավաստիացնում ենք այն հրապարակային հայտարարությունները, որ կապարել ենք, պատրաստում ենք վճռականություն ունենք մենք պայքարելու ենք, ուղղակի այս ժամանակ առարկվածը պետք է, որպեսզի հանրությանը համաձայնեցնենք։ Բոլորս պետք է գիտակցենք, մեր հայրենակիցները պետք է գիտակցեն, որ խորհուրդը հնարավոր միակ տարբերակ հաջողություն հասնելու մեր համախմբվածությունն է։ Եթե մենք հանրային աջակցություն չունենանք, լավ, ինչ հայտարարել ենք, բարվանից սկսենք, բոլորը իշում անում ինչ ենք հայտարարել։ Եթե
մեր հայրենակիցները մեր կողքին չնայեն, դարձել չենք կարող։ Եվ նաև շատ կարճ փորձեմ անդրադառնալ շատ քննարկումներ հայ-ղարաբաղական քննադատություններ եւ այլն, բայց մենք հանրահավաքից հետո մինչև այս 3 ամիս ամենը ռեժիմը որովհետեւ ներկայացուցիչները աշխատել են։ Նաև մարտի 29-ին հանրահավաք ունեցան, լսել բացատրության եւ արձակայության խնդիրները բացահայտեցին։ Դրանից հետո մեկ ամիս ունեցան վրանային ներկայ։ Այդ ընթացքում ասած նոր կառավարությունը չեղարկեց իրենց նոր ծրագիրը երկու ամսով երկարացրեց։ Բազմաթիվ կազմակերպություններ, կուսակցություններ, միավորումներ տեսփոխում են Հայաստանում, պաշտպանեցին նորական։ Ճշմարտ ներքո կառավարությունը գնաց քննարկումների եւ ըստ ամեն կողմ ասած իմաստան էր, որ ամեն կողմ որոշակի արդյունք գրանցեցին։ Բայց դա միաժամանակ կարող է լինել, եթե Արցախի հարցը մենք համարում ենք, որ համայնքության արժանապատվության հարց է, եւ դա մենք կարող ենք հաջողությամբ այդ խնդիրները լուծել, երբ որ